Սիրելի հայրենակիցներ, դեռևս անցյալ տարի կառավարության բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ես բարձրաձայնեցի M3 սպիտակ վանաձոր ճանապարհի գծանշման երթևեկության նշաններով կահավորման մասով հազարավոր վարորդների դժգոհությունները։ Այնուհետև նույն խնդրի վերաբերյալ արդեն գրավոր հարցում ուղարկեցի տկենին, որին ի պատասխան ստացել եմ հետևյալ գրությունը. Հարգելի Տիկին Գյուլեգյան, ձեր հիշյալ գրության բարձրացված խնդրին լուծում տալու նպատակով Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի մասնագետների կողմից տեղում կատարվել են ուսումնասիրություններ, որի արդյունքում պարզվել է, որ հիշյալ ճանապարհահատվածում անհրաժեշտ է իրականացնել երթևեկության կազմակերպման փոփոխություններ, մասնավորապես եւ կոնկրետ լուծման առաջարկ։ Չմանրացնեմ։ Փաստորեն նախարարությունը ընդունել է, որ խնդրող առարկա ճանապարհահատվածի երթևեկության նշաններով կահավորման մասով առկա է սխալ գծանշում, խոստացել է իրականացնել երթևեկության կազմակերպման փոփոխություններ։ Խոստացել են սխալն ուղղել, բայց երբ կլուծեն, չի նշվել։ Վարորդները ինչպես մինչև սխալ ընդունելը, այնպես էլ սխալն ընդունելուց հետո շարունակում են տուգանվել, շարունակում են մնալ տուգանքի մատերիալ։ Դիմում եմ տկեն նախարարին, պարոն Խուդատյան, վարորդական հանրույթը պահանջում է նշել այդ սխալն ուղղելու հստակ ժամկետները եւ ոստիկանության համապատասխան բաժնի հետ քննարկել ու դիտարկել նման սխալի համար նշանակված տուգանքների որոշումների վերանայման հնարավորությունները։ Նույն վիճակն է նաև վերին պտղնի 4-րդ փողոցի բնակելի տների դպրոցահասակ երեխաներին անվտանգ դպրոց հասցնելու նպատակով համապատասխան տրանսպորտային միջոց հատկացնելու հարցը մարզային կամ համայնքային ծրագրերի շրջանակներում կարգավորելու տարբերակը։ Այդ հարցով ԿԳՄՍ-ն եւ ՏԿՆ-ը միասին արդեն 2 տարի է իրականացնում են նշված տարբերակի ֆինանսական գնահատականի ճշտում։ 2 տարի աշխատում են 2 նախարարությունով եւ չեն կարողանում ստանալ այդ ծրագրի ֆինանսական գնահատականը, բայց լավ աշխատանքի համար միլիոններով պարգևներ են ստանում։ Սա է այս կառավարության գործելավոճը։ Խոստանալ եւ չկատարել, ինչպես մնացած բոլոր խոստումները։ Խոստանալ ու գոռալ, թե Արցախը Հայաստան է ու վերջ, հետո Արցախը հանձնել Թուրքին։ Խոստանալ ու գոռալ, թե Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է, բայց երկիրը տանել դեպի բռնապետություն, խմբագրել ընտրությունների արդյունքները բռնապետիկի կապրիզով։ Խոստանալ ու գոռալ, թե երկիրը դարձրել են օրենքի գերակայության երկիր, բայց ամեն օր ոտնահարել մայր օրենքը սահմանադրությունը։ Խոստանալ ու գոռալ, թե Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու, որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում եւ ամեն օր հոխորտալու հարձակվել նրա վրա։ Եկել է ժամանակը, եկել է հանրությանը ձեր տված խոստումների չկատարման բացատրությունների ժամանակը եւ այդ պատասխանը դրա դուք ստանալու եք։